Դուք չգիտեք երբ է պատերազմ ելնելու։ Մեծ պատերազմ է, վերջի պատերազմն է։ Ոնց պիտի իմանամ։ Չգիտեք։ Հա երկրի ղեկավար եք։ Ես երկրի ղեկավար եմ։ Երկրի ղեկավար եք եղել։ Հա։ Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեսպիլոտնիկ չեք առել կամ զենք չեք առել։ Ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չի եղել, անունը ոնց է։ Մխիթարա, ես Արարատի մարզ գյուղ Գոռավան։ Մխիթար։ Բեսպիլոտնիկներ ընդհանրապես չեն եղել, բեսպիլոտնիկները հայտնվել են մոտարապես ընդհանրապես որպես զինատեսակ 17-18 ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել եւ ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Լավ, ես ձեզ պետք է ընտրեմ, ես ձեզնից ինչ եմ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին։ Եվ ընդունում է որ թողել է, եւ Ալիևը ընդունում է եւ ասում է որ այսքան զենք, բայց զենքը որտեղից է եկել։ Պարոն Քոչարյան, այդ զինամթերքը մենք չենք ունեցել, բեսպիլոտնիկից բռնած Ով ամեն ասես ինչ չենք ունեցել։ ունեցել։ 5 միլիարդի թողել են ընդեղ Ղարաբաղում։ Մենք այնքան ուժեղ էինք, միջև համենայնդեպս իմ նախագահության ժամանակ, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվել որևէ քայլ անել առաջի գծում։ Չի եղել նույնիսկ մեկ ընդհարում քիչ թե շատ sense միջին ծավալից չի եղել։ Եվ դա եղել է ոչ թե նրա համար, որ sense բարեամբյուր էին, ավելի բարի էին, ոչ։ Ուղղակի պատասխանը գիտեին, որ կլներ շատ եւ շատ լուրջ եւ իրենց համար շատ ծանր հետևանքներով։ Սա եղել մեր մոտեցումը։ Ինչ վերաբերում է այս զենքերի, տեսնում եք, չէ, երիտասարդը չգիտեր, որ այն ժամանակ բեսպիլոտնիկներ գոյություն չունեին ընդհանրապես։ Փորձում էին ինձ մեղադրեին, թե ինչի բեսպիլոտնիկ չունեիք։ Ես կարող եմ մեղադրել, ինչի դուք 18 թվականից մինչև 20 թվականը, երբ արդեն պարզ էր, որ կար բեսպիլոտնիկների խնդիր, ինչու դուք չեք բերել։ Եվ 8 միլիարդ դոլարով պարտք ավելացնելով ուր եք տարել այդ գումարները։ Այդ խնդիրը, այդ հարցը մենք կարող ենք տալ այս իշխանությանը։